Մադրիդի Ռեալի համար շաբաթը շատ տխուր սկսվեց։ Պարտվեցին Վալենսիային 2-1 հաշվով ու այստեղ բախտը ընդհանրապես կապ չուներ։ Ուղղակի գազանիգան էր գազան խաղում։ Իսկ ահա Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակչի առաջին խաղը Արսենալի դեմ Դեկլան Ռայսն էր մենահամերգ տալիս։ Ես էլ էր մենահամերգ, բայց համալիրում սպիտակցի Հայկոից հետո, երբ որ դահլիճում մի 100-200 հոգի մարդ էր մնացել։ Բայց չէ, դաշտում իրականում նա իսկական մենահամերգ տվեց։ Rice, perna ģireita, gola! Նույնիսկ 3-0 հաղթելուց հետո Ռեալի բախտը բերեց։ Այդ ես չեմ ասում։ Մենք բախտավոր ենք, որ ընդամենը 3 գոլ բաց թողեցինք։ Իսկ Միկել Արտետայի խորամանկ ժպիտը անպակաս էր։ Երևի տեսած կլինեք, որ նախորդ շաբաթ արգենտինացիները սիրում էին Ռաֆինյային։ Դրանից հետո բրազիլիացին մի քիչ նյարդային էր։ Նա վիճում էր մրցավարների հետ։ Նախորդ խաղերում նման բան չէր հանդիպի, հակառակը նա խաղընկերներին էր հանգստացնում, որ հանկարծ մրցավարների հետ կոնֆլիկտի չմտնեն։ Ամեն դեպքում Հանսի Ֆլիկը շտապեց իր հրեշտակի թևերը փռել իր ավագի վրա։ Հանսի, ինչ պատահեց Ռաֆինյայի ու մրցավարների միջև։ Ոչինչ, նա ինձ վրա էր գոռում։ Նյարդայնությունը շարունակվեց Բորուսիայի հետ 4-րդ եզրափակչի առաջին խաղում, երբ նա բառացիորեն գողացավ փոքրիկ Կուբարսիի գոլը։ Մի մատ երեխուն շոկոլադից զրկեց, իսկ մեծ ձյաձյային օգնեց, որ շոկոլադ ուտի։ Ինչևէ, Բարսելոնան շատ վստահ տեսք ուներ և կարծում եմ արդեն կիսաեզրափակչում է։ Իսկ Ռեալին հիշեցնենք, որ Լիվերպուլը նման տուգանայիններից հետո վերադարձավ մի քանի տարի առաջ։ Փորձեք նույնը անել, մեղք եք։